Բոլորն էլ պետք է հասկանան, թե Հայաստանում ապրող, թե արտերկրներում ապրող, բոլորը, թե մեր քույր եղբայր Ղարաբաղցիները, բոլոր հայ ազգը պետք է հասկանա իրականում ինչ է կատարվել, ինչը դարավ պատճառ, որ ասենք Ղարաբաղցիներին այդ ժողովրդին իրանց տներից հանեցին, վտարեցին, ինչը դարավ պատճառը։ Դե հիմա ասենք շատ են ասում, Նիկոլը հանձնեց, ես մեկը հանձնեց, ես իմ Քոչարյանը հանձնեց, Սերժը հանձնեց, ես մեկը հանձնեց, բանակը չկրվեց, ամեն մարդ մի բան ասում է, էլի։ Աշխարհը լուռ էր, Եվրոպան լուռ էր, այսօր էլ են ասում, Եվրոպան լուռ էր, Ամերիկան լուռ էր, ժողովուրդ ջան, բերեք հասկանանք պատճառը, ես օրինակ պատճառը ասեմ իմ տեսակետը, Միջև 1992 թիվը մի քանի անգամ ասել եմ, մի հատ եմ կրկնում մի քիչ ուրիշ ձևով, Միջև 1992 թիվը Ղարաբաղը անկախության էր գնում, այնտեղ եղավ ընտրություններ, ընտրվեց Արթուր Մկրտչյանը, Քոչարյանը պարտվեց իրան, բայց չգիտես ինչու, 2 ամսից հետո այդ մարդուն հենց իրա կաբինետում սպանեցին ու Քոչարյանը իրան կանխեց Արցախի նախագահ, հիշում եք, բոլորդ տեսել եք, Ղարաբաղցիներ ջան, դուք էլի, բերեք մի անգամ ճիշտ մտածենք էլի, դուք էլ ձեր կարծիքն ասեք, ես իմ կարծիքն եմ ասում, ես գիտեմ 100%, որ Արթուր Մկրտչյանը դեմ էր Ադրբեջանի դեմ լայնածավալ պատերազմի, նա ձգտում էր միայն Արցախի անկախությունը ձեռք բերել, 1992 թվին, հոր ամիսներ, ոբշեմ այդ մարդուն սպանեցին, ապրիլի 4-ներ, թե 14-ներ, ոբշեմ, հոտքան աթեն ժամանակ անցել, շատ տոշնի չեմ հիշում, այդ մարդուն սպանեցին, ու սկսվեց, հենց 1992 թվին սկսվեց լայնածավալ պատերազմ Ադրբեջանի շրջանների դեմ, ժողովուրդ ջան, դե հիմա ինչ եղել արդեն գիտենք, 7 շրջան գրավել ենք, ավիրել ենք, ես ենք արել, հիմա այսօր, երբ որ Ադրբեջանը պատերազմով հաղթեց, հիմա այսօր ժողովուրդը ասում են, Նիկոլը հանձնեց, դե մեկն ասում է Քոչարյանն է հանձնել, դա շուտ է հանձնել, մեկը մի բան, ամենքս մի բան ենք ասում, ժողովուրդ ջան, դա միայն Հայաստանի ու Ադրբեջանի գործը չէր, դա ամբողջ աշխարհի գործն էր այդ գործը, ամբողջ աշխարհը պետք է ճանաչի, այդ ինչի ենք ասում, ցեղասպանությունը, որ 15 թվին եղել է, ասում ենք պետք է ամբողջ աշխարհը ճանաչի ու Թուրքիան ճանաչի, այդ նույնն էլ էդ է եղել, հիմա 1994 թվին հրադադարից հետո ինչ է կատարվել, ամբողջ աշխարհը, նույն Ֆրանսիան, նույն Ամերիկան, նույն Ռուսաստանը միշտ ասել են, որ այդ տարածքները հետ տվեք, այ մարդ, դա Ադրբեջանի տարածքներն է, դա Ղարաբաղի հետ կապ չունի, բայց այդ լայնածավալ պատերազմը, ով Արթուր Մկրտչյանից հետո սկսեց Ադրբեջանում, չէ, նույնիսկ Հայաստանի տարածքներում, սահմանների վրա եւ Իջևանում, որտեղ ես եմ ներկա եղել, ամեն տեղը սկսվեց, ճիշտ է,
նույն Սյունիքի են նույն 21 կիլոմետրանոց հատվածում։ Ամեն տեղ էլ սկսվեց։ Հիմա որ այդ պատերազմը հրահրել էր, դա եղել է Քոչարյանի ժամանակ։ Հիմա ամեն ինչը պետք է ասենք ճիշտ իրա բառերով, ոնց կա։ Քոչարյանի ժամանակ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, նրանք էին իշխանության ղեկերին։ Բայց կրկնում եմ Արթուր Մկրտչյանը դեմ է եղել լայնածավալ պատերազմ Ադրբեջանի դեմ, որովհետև նա շատ գրագետ մարդ էր, շատ գրագետ տղա էր, նա հասկանում էր, որ Արցախին միայն անկախություն է պետք, ուրիշ ոչ մի բան, միայն անկախանալ Ադրբեջանից։ Բայց ստե ինչ որ մեկը Քոչարյանին ասեց, որ որպեսզի Արցախը պահես, քեզ տղաջան բուֆերնի զոնա է պետք։ Քոչարյանն էլ ամբողջ Հայաստանից ժողովրդին տանում էին պատերազմի արտասահմանից գալիս էին, լրիվ ամեն տեղերից գալիս էին, հայ ազգը կռվում էր, բայց ղեկավարվում էր որտեղից, ինձ թվում է թե ընդեից, էր ղեկավարում, որովհետև հենց այդ 7 շրջանն էլ պատճառ դարավ, որ մենք այդտեղ դուրս եկանք սխալ։ Ադրբեջանը 100 անգամ ամենտեղ հաղթել է ամեն տեղից։ Ասել են, որ այդ 7 շրջանները հանձնեք Ադրբեջանին, դա Արցախի հետ կապ չունի։ Բայց դե Քոչարյանը դոշը դեմ տված, բոլորդ էլ լսել եք, ասում էր, սա մենք բուֆերնի զոնա ենք պահում մեզ համար։ Հիմա այսօր ասում են Եվրոպան երեսը թեքել է, Ամերիկան երեսը թեքել է, նույն Ռուսաստանը երեսը թեքել է, որովհետև Պուտինն էլ 1000 անգամ ասել, это ադրբեջանская территория։ Ժողովուրդ ջան, ինչ եք ուզում։ Ամեն ինչը եղել է մեր սխալության համար, այդ 7 շրջանների համար։ Մենք Ղարաբաղի տեղը 7 հատ Ղարաբաղ ենք Ադրբեջանի ավիրել, հասկանում եք։ Փոխանակ Ղարաբաղը տանենք անկախության, մենք 7 հատ շրջանել Ադրբեջանի տարածքում ավիրել ենք, դրա համար էլ մենք սխալ ենք եղել, հասկացեք, մի անգամ հասկացեք, որ մեր սխալը ինչումն է եղել, մեր սխալը դրանում է, դրա համար էլ Եվրոպան չի նայել, երես է թեքել։ Հիմա այսօր աչքներիդ առաջ ինչ կատարվեց։ Ամերիկան հարձակվեց Իրանի վրա, լավ հասկանալով, որ հարձակվում է Իրանի վրա, Էսա Եվրոպան մեկ-մեկի հետևից գալու են իրան օգնության, որովհետև բոլորը ՆԱՏՕ-ի պետություններ են։ Տեսակ Եվրոպան ինչ արավ։ Ոչ մի հատ եվրոպական երկիր չգնաց սխալ քայլի հետևից։ Այո, Թրամփը սխալ քայլ է արել։ Ամբողջ աշխարհը սնվում է այդ Հորմուզի նեղուցով, ամեն ինչով, այդ նավթով, այդ գազով, այդ բանով, ամբողջ Եվրոպան։ Հա, Ամերիկան հերվից եկել է գրավում է։ Տեսակ Եվրոպան չմիացավ, ժողովուրդ ջան։ Եվրոպան ժողովրդավարության բաստիոնն է։ Հեն որ ասում են Ամերիկան է, ժողովրդավարության, բա դա սուտ է։ Ժողովրդավարության բաստիոնը Եվրոպան է։ Ստարый свет, ոնց որ ասում են։ Ես դեռ սրանի մի քանի տարի առաջ, պատերազմից անմիջապես հետո, մի 1000 անգամ ասել եմ, այս բանը Թրամփի ուղի պետքա չլիներ, ես մի քանի անգամ ասել եմ, սա պետքա լիներ Ֆրանսիայի ուղի, ստե պետքա լիներ Ֆրանսիան, ոչ թե Թրամփը, ես շատ եմ ասել, իմ ընկերները կհիշեն, բայց չեղավ, որովհետև Ամերիկայից վախ կա, բոլորն էլ, ոնց որ ասենք, Ռուսաստանից բոլորին էլ վախ ունեն, այդ նույն ձև էլ Ամերիկայից ունեն այդ նույն վախը,
Ամերիկան էլա դաբրո տվել Ադրբեջանին, որ ուժով վերցրու Ղարաբաղը։ Նրան որովհետև ուրիշ ծրագրեր ունեցել, նրան պետք է եղե Իրանը։ Ես սա շատ եմ ասել։ Եթե իմեջը նայեք, ոչ մի բան չեմ ջնջի, այտենց էլ մնում է։ Տրամփը դաբրո տվել է Ղարաբաղի համար Ադրբեջանին։ Դա անկասկած։ Դե հիմա ինչ եղել է։ Հիմա մի մեղադրեք Եվրոպային, Ամերիկային, նույնիսկ Ռուսաստանին մի մեղադրեք։ Ղարաբաղի հարցում սխալը միայն մենք ենք, նույնիսկ Ադրբեջանը մեղավոր չի։ Մեզ ընդեղ այդ լայնածավալ պատերազմը 92 թվականից հետո պետք չէր։ Դա եղել է ճակատագրական սխալ։ Եթե Արտուր Մկրտչյանը ողջ էր, Ղարաբաղը այսպես Լաչինով էլ մեզ սահման կունենայինք, Ղարաբաղը այսօր կլիներ Ղարաբաղ, ժողովուրդն դեկապրեին, հնարավոր է եւ լիներ անկախ։ Որովհետեւ դրա հետ մեծ Ալիևը, Ստարշի Ալիևը նա հարմարվել էր, որը տես պետքա լինի։ Հասկանում եք, ոչ մեկը չէր մտածում, նույնիսկ ադրբեջանցիք չեն մտածել, մտքներովը չի անցել, որ ամբողջ Ղարաբաղի հայությանը պետք անդիան հեռացնեն։ Հասկանում եք։ Դա այսպես սպանտանն է եղել։ Որովհետև հիմա էլ են կասկածում։ Հիմա էլ են կասկածում, որ մենք կարող է էլի մեր հյուսային եղբոր հետ էլի մի քակ հանենք, մի քաքի համ հանենք, էլի մի բան անենք։ Բայց Հայաստանը պետք է այդ նույն ուղով հանկարծ չգնա։ Քոչարյանին հենց հիմա դրա համար են նորից բերում, ոնց որ 92 թվին Ղարաբաղում բերին, նորից Հայաստան ուզում են բերեն դրա համար, այդ նույն գործողության համար։ Որ այդ նույն գործողությունը Հայաստանը նորից Ադրբեջանի հետ անի, ընկնենք ընդհանրապես քաքի մեջ եւ վերջ։ Հետո մեր հյուսային հարևան ինչ կա։ Ну, вы не стали воевать, а что вы хотели? Они хорошо воюют, они завоевали. Եվ վերջ ուրիշ ոչ մի բան չեն ասելու ձեզ։ Լավ իմացեք։ Սա իրականություն է, ժողովուրդ ջան։ Ուզում եք հազար ձևի մտածեք, ես մի բան։ Մեր սխալը եղել է 7 շրջանը, որը որ կրկնում եմ, Արթուր Մկրտչյանը դեմ է եղել, դրա համար էլ է մարդում ոչնչացրին։ Ոչնչացրին, որ իրանց ծրագիր իրականացնեն, բուֆերնի զոնա ստեղծեն Ղարաբաղի 4 կողմը։ Դա ճակատագրական սխալ է եղել։ 1947 թվականից ՕՕՆ-ը ինչ ստեղծվել է։ ՄԱԿ-ը ինչ ստեղծվել է։ Առաջի խախտողը եղել ենք մենք, նրա օրենքները։ Առաջի խախտողը եղել ենք մենք։ Հայաստանը։ Հասկանում եք։ Դրա համար էլ բոլորն էլ մեզանից երես էին թեքել։ Հենց այս պատերազմի ժամանակ։ Հիմա ասում են Եվրոպան եկել է մի Հայաստանա, ինչի էր մեզանից երես թեքել։ Տենը մեկ որ Հայաստանից Եվրոպան երես չի թեքել։ Հայ հիմա նստել Հայաստանում։ Սա ամբողջ աշխարհին սիգնալ է, որ մենք Հայաստանի հետ ենք։ Բոլորին էլ սիգնալ է։ Ամբողջ աշխարհին Եվրոպան սիգնալ է տվել, որ մենք խախոլների հետ ենք, միջև մի միլիարդների օգնություններ են տալի։ Որովհետև հզոր պետության դեմ պատերազմում են, ախր Ռուսաստանը հզոր պետություն է, դա չի կարելի եսիմ ինչ ասել։ Բայց նրանք չեն գցում այդ մարդկանց։ Այդ պետությանը չեն գցում, խոսք են տվել, միջև վերջ գնում են։ Էսա ժողովուրդ ջան, մեր սխալը նորից բոլորդ էլ հասկացեք, մեր սխալը եղել է այդ 7 շրջանը, մենք պետք է Ղարաբաղը անկախացնեինք, ոչ այդ 7 շրջանները պետության ավիրեինք։ Ավիրել ենք դրա բանն էլ քաշում ենք։ Դա սխալ է եղել, ճակատագրական։ Լսել ենք մեր հյուսային եղբորը։ Հիմա էլ այդ նույնը նորից եմ ասում, ուզում են այդ նույն ձևով Հայաստանի հետ անեն, ուրիշ ոչ մի գաղտնիք չկա։ Նորից այդ նույն ուժերը կան, նորից այդ նույն պատերազմի մաֆիան կա, նորից պատերազմ Ադրբեջանի հետ։ Եվ վերջ, Ադրբեջանը այսօր արդեն ասեց։ Եթե հանկարծ նրանք ընտրվեցին, ինչքան խաղաղության, ինչքան պայմանագիր, ինչքան բան կա, գնում է զրոկետ, եւ վերջ։
Բա որովհետև վախում են, նրանք էլ են վախում։ Վախենում են։ Նրանք գցել են Ռուսաստանին, հիմա էլ վախենում են։ Բա ինչ անեն։ Ամեն պետություն իր շահի համար մտածում է։ Իսկ մենք ուրիշի շահի համար ենք ուզում մտածենք, արա մտածենք Հայաստանի շահի համար եւ վերջ։ Բոլորդ էլ յանազգանուն ես կրում, միայն Հայաստանի շահի համար պետք է մտածես։ Ինձ վախցնում են Ռուսաստան ես ապրում, սենց ես ապրում, բայց ջանդամին եմ ապրում, արախի կարող ես իմ հայրենիքի հետ փոխեմ։ Հետա ամեն մարդ իր հայրենիքի շահը պետք է պաշտպանի եւ վերջ, որտեղ ուզում է լինի, ուզում է Ռուսաստան լինի, ուզում է Գերմանիա լինի, Ամերիկա լինի, միայն Հայաստանի շահը։ Մեկն էլ երեք կայասի մենովա Գերմանիայից ինձ գրել Ռուսաստանի հացը ուտում ես, եսի մինչեր ես անում։ Արգյադա, եթե դու գնացել ես Գերմանիայի հացը ուտում ես ձրի, ընդ լագերում ապրում ես, ես Ռուսաստանում արդեն 45 տարի ապրում եմ, հարկեր եմ ուծում, իմ հարկերից մարդիկ թոշակներ են ստանում, պետություն է կառավարվում։ Ես ոչ մեկի հասնել չեմ ուտում, ես իմ աշխատանքն եմ ուտում։ Գյադություններ մի արեք։ Լավ մնացեք հայ ժողովուրդ ջան։